Տիգրանը և նրա եղբայրը խաղալիս իջել են դեպի գետը մոստի տակով։ Երեխաների մեծ եղբայրը Ֆակտոր Կետեյեմի հետ զրույցում ասել է՝ երկու եղբայրներով մոստի տակով իջել են անտառ, մեկը եկել է, մյուսը չէ։ Լրագրողի այն հարցին, թե ինչ է պատմել փոքր եղբայրը, թե ինչու Տիգրանը չի վերադարձել, նա պատասխանել է՝ չի կարողանում խոսա երեխան, այս բառերն ամեն ինչ են ասում։ Այն լռությունը, որում մոլորվել է Տիգրանի տեղը, նույն լռությունն է, որ ապրում է նրա փոքրիկ եղբոր ներսում։ Նա տեսել է, բայց չի կարողանում պատմել։ Քիչ առաջ տեղեկացանք, որ փոքր եղբորը ուղեկցել են լոկոպեդի մոտ, հավանաբար ինչ-որ տեղեկություն պարզելու համար։ Փրկարարները, ոստիկանները, կամավորներն, անգամ հարևան գյուղերից ժամանած մարդիկ բոլորը որոնում են Տիգրանին։ Աշխատանքներն ընթանում են մինչև այժմ։ Արտանիշ համայնքի ղեկավար Ռոբերտ Շուշանյանը հաստատել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, մենք ոչ մի վայրկյան չենք դադարեցնում որոնումները։ Փրկարարները նաև շների միջոցով են որոնումներ իրականացնում, իսկ ջրային հատվածում ներգրաված են նաև սուզորդներ։ Ծափաթաղը փոքր գյուղ է, այստեղ բոլորը ճանաչում են միմյանց։ Տիգրանի ընտանիքը հարգված է, բայց նաև ծանրաբեռնված կյանքի դժվարություններով։ 5 երեխա, փոքր տուն, աշխատանքային հոգսեր, մայրիկն աշխատող, հոգնած, բայց միշտ ժպտերես։ 3 նրա ծնունդն էր։ Այդ օրը բոլորը պետք է հավաքվեին և ուրախանային, բայց ամեն ինչ փոխվեց մեկ վայրկյանում։ Երեխան դեռ ցավոք չի գտնվել, բոլորը հույս ունեն, նա ողջ է, պարզապես մոլորված, գուցե քնել է ինչ-որ տեղ։ Փրկարարներն ասում են՝ սա այն դեպքերից է, երբ հույսը չի կարելի կորցնել։ Երեխաները հաճախ կարող են երկար մնալ անտառում առանց վնասվելու, եթե ջուր լինի մոտակայքում։ Այս պահին ծափաթաղի պատմությունը դարձել է ամբողջ Հայաստանի պատմությունը, մարդիկ գրում են մեկնաբանություններում՝ Տիգրան ջան, գտիր տունդ, բոլորս քեզ ենք սպասում։ Սա այլևս միայն որոնում չէ, սա դարձել է մի մեծ աղոթք, մարդկային, մայրական, ազգային, և գուցե հենց այդ աղոթքն է, որ ուժ է տալիս փրկարարներին շարունակելու անգամ, երբ մարմինն ու հոգին հոգնում են։ 3 ծննդյան օր էր, այսօր աղոթք, 3 երգեր, այսօր լուռ հույս։ Բայց բոլորը հավատում են, որ այս պատմությունը դեռ ունի լույսով ավարտ, որ ինչ-որ պահի անտառի խորքից մի ձայն է լսվելու։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական, փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։ Նա նաև մի շարք մանրամասներ էր հայտնել։ Շատ լավ խելոք, համեստ խելացի ընտանիք է, շատ լավ խելացի երեխա է, հրաշք լինի գտնվի երեխան, լրագրողների հետ զրույցում ասել է Ծափաթաղ գյուղի մանկապարտեզի աշխատակցուհին Էմմա Տատիկը, խոսելով կորած 3-ամյա Տիգրանի մասին, ով հաճախել է իրենց մանկապարտեզ։ Նա նշել է, որ խոսակցությունների համաձայն երեխան կորելու պահին մեծ եղբոր հետ է եղել, ով չի խոսում։ Ուշադիր ընտանիք է, երեխան մաքուր, կոկիկ, հաճախում էր մանկապարտեզ, շատ ակտիվ երեխա է։ Մի անգամ 2 կոնֆետ բերեց ու ասաց Էմմա տատի, քեզ համար եմ բերել, ասում եմ ինչու ես տալիս, ասում է ճանապարհին ինձ տեսնում ես կոնֆետ տալիս ես, ես էլ քեզ եմ տալիս, պատմել էր Ծափաթաղի բնակչուհին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ առավոտյան լրագրողների հետ զրույցում ասել էր, որ համայնքում շտաբ է ձևավորվել։ Մարզպետը որևէ վարկած չի մատնանշել, հաշվի առնելով, որ տարբեր խոսակցություններ կան, ըստ խոսակցությունների երեխային տեսել են մեծ եղբոր հետ, հետո եղբորը տեսել են, որ միայնակ է տուն վերադառնում, բայց խոսակցությունները հակասական են, չեմ ուզում կենտրոնանանք դրանց վրա, ավելի լավ է ամբողջությամբ իրականացնենք որոնողական աշխատանքները։ Նշենք, որ Տիգրանի հագին վարդագույն տաբատ և մոխրագույն սվիտեր է եղել։ Գյուղից վերև հագուստի կտորներ են հայտնաբերվել, սակայն հարազատները հերքել են, որ դա իրեն է պատկանում։
Ծափաթաղի գիշերները նույնիսկ ամռանը լինում են զով, իսկ հիմա հոկտեմբերյան քամիներով ու լեռնային խոնավությամբ անտառներում սառնությունը խեղդող է դառնում։ Փրկարարները պատմում են, որ գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև +2-ից +4 աստիճան, իսկ առավոտյան անտառը լի է մառախուղով ու ցրտաշունչ օդով, և հենց այդ պատճառով է, որ նույնիսկ կեսգիշերին ոչ ոք չի կարող հանգիստ նստել, երբ գիտեն 3 տարեկան մի փոքրիկ գուցե մենակ է այդ ցրտի մեջ, բոլորը վառարանների մոտ չեն նստում, Հիմա ամեն վայրկյան կարևոր է ոչ միայն փնտրելու, այլ նաև հուսալու։ Գյուղի բոլոր ճանապարհներն ու անտառի եզերքները լուսավորված են մեքենաների լույսերով, սառնամանիքի մեջ հնչելու է միայն մեկ բառ՝ Տիգրան։ Եթե ունեք որևէ տեղեկություն, ապա անհապաղ դիմեք 911 կամ 102, ցանկացած օգնություն այս պահին անհրաժեշտ է։